Դեկտեմբերի 16-ից 21-ը այցելեք իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահ ձեր ամանորյա հրաշքի հետևից։ Սալիկներ, սանկերամիկա, պաստառներ, ջերուցում, լամինատ, դռներ եւ ամեն ինչ ձեր բնակարանի վերանորոգման համար մեկ վայրից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արմեն Մարտիրոսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես չէի մոռացել, որ ձեզ այդպես պետք է ներկայացնեմ։ Հա, եթե հարցերը մասնագիտական ոլորտի հետ չեն, ապա իհարկե։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես եք վերաբերվում կաթողիկոսի փոփոխության հարցին եւ ստորագրահավաք էի դեպ նախաձեռնվել, մասնակցում եք, չեք մասնակցում։ Մի ստորագրահավաքի մասնակցում եմ, բայց որ ձեր քաշեք եկեղեցուց այդ ստորագրահավաք։ Չէ, այդպես չի բովանդակությունը ստորագրահավաքի։ Կաթողիկոսի հեռացման պահանջով ստորագրահավաք։ Չէ, իհարկե չեմ մասնակցում։ Ես սահման որպես քաղաքացի առաջի հերթին նայում եմ սահմանադրությունն, ինչ է ասում, սահմանադրությունն ասում է, որ պետությունն ու եկեղեցին անջատ են։ Իսկ եթե պետությունն ու եկեղեցին անջատ են, ուրեմն իրանք իրար գործերի մեջ խառնվելու իրավունք չունեն։ Հիմա շատերը ասում են, բա խի է եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում։ Ժողովուրդ, եթե եկեղեցին օրինակ մարդասպանությամբ զբաղվեր կամ եկեղեցական, դուք գնալու եք իրան սպանելու, այսինքն պետությունը պետք է տարբերվի որևէ մեկից իր գործիքներով։ Չէ՞ որ մարդասպանին չեն սպանում, չգիտեմ, ցմահ դատում են կամ չգիտեմ, լիքը այլ հանցագործություններ բացահայտվում են կամ պետք է պատժվեն օրինական կարգով։ Մեր օրենքները նման բան չեն ասում, որ եթե որոշ եկեղեցիներ մտան քաղաքական դաշտ, կներեք, եկեղեցիներ չէ, եկեղեցականներ, ապա քաղաքական իսկ այս դեպքում նաև պետական, կառավարական դաշտը պետք է մտնի եկեղեցի։ Հստակ, բայց այդտեղ ամենակարևորն է, որ պետությունը պիտի մնացածին, պետությունը, պետական այրերը պիտի մնացածին իրենց օրինակով ցույց տալ վերաբերմունք քաղաքացու հանդեպ, հասարակական կազմակերպության, լինի կրոնական, չկրոնական, գործարար համայնքի հանդեպ, պետականության հանդեպ, դու երբեք չպետք է բռնությամբ, ոչ օրինական բռնությամբ, քայլանես դեպի բռնություն անող։ Իսկ ժողովուրդը։ Ժողովուրդը ես չգիտեմ տենց հասկացություն, գիտեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Հիմա քաղաքացիների մասին հաստատեք։ Քաղաքացիները ունեն որպես եկեղեցի միջամտեն։ Իհարկե, քաղաքացին որպես եկեղեցի քաղաքացին չէ, բայց բան հավատավորը հա, եթե եկեղեցին քաղաքացու ոտը տրորել է, քաղաքացին կարա իր պատասխանը տա, չգիտեմ, իր իրավունքները պահի, իսկ եթե այդ քաղաքացին նաև հավատացյալ է եւ այլ կապ ունի եկեղեցու հետ, իհարկե դա իր տիրույթն է։ Եթե ձեզ պետությունը իրեն չի տարբերվում, չի պահում այնպես որ տարբերվի, հա, իր դիրքերից չի գործում, իսկ շատ ընդհանրական ասած եկեղեցին այդպեսին է, թե երկուսն իրար արժեն։ Այս հենց ասածս այդ էր, որ չի կարելի, որ մենք նույն նժարի վրա դնենք պետությունն ու եկեղեցին կամ պետությունն ու հիմա գիտեք, մեզ համար հայ առաքելական եկեղեցին մի քիչ ավելի շատ է, քան միգուցե ինքը իրականում կա։ Ինչու այդ պատմական լիքը իրադարձությունների, փաստերի, մեր մշակույթի եւ այլնի արդյունքում, որում մենք դաստիարակվել ենք։ Բայց պատկերացրեք, որ մորմոնների եկեղեցին է ինչ-որ բան անում կամ մի այլ ինչ կա Հայաստանում, ենթադրենք Կրիշնայիդներ ու
վարչապետը գնում է Կրիշնայիդներին սովորացնում, ոնց պետք է աղոթել, ճիշտ ապրել, սիրել, չսիրել եւ ոնց կլիտես։ Հետո հիմա կրակն է եկել այդ եկեղեցին, որ դու այդ կրոնը գիտես։ Լավ, տպավորությունը ուրեմն որ ամեն ինչ խառնվել է իրար, հա, եւ որն է դրա ելքը։ Ստորագրահավաքը ելքը չէ, իշխանության հավատավոր մասի պահանջը ելքը չէ, բա որն է ելքը։ Այդ շատ խորը ու նույն բանն եմ ասելու, ինչ որ միշտ ասել եմ։ Պետք է ծնվեն, մեծանան, կայանան այնքան մեծ թվով ու այնքան բարձր որակի մտավորականներ, որոնք սենց թե նենց շրջապատում են ինչ որ եկեղեցականների, ինչ որ պետական կառավարիչների, կուսակցական կառավարիչների եւ այլն, որոնք ասեն, «Էս ինչ ես անում»։ Ու այդ «Էս ինչ ես անում» մոտավորապես լինի հոր հետ հայացքը երեխային։ Հիմա այս դե բոլորս էլ բակերում, չգիտեմ, ընտանիքներում մեծացած մարդիկ ենք։ Գիտենք այդ ինչա, որ այն զուսպ ծնողը, երբ որ չի խոսում, այդ հայացքը ինչքան ավելի մեծ ուժ ունի, քան երբ որ ինչ որ բառեր են հնչում։ Հիմա այդ լռության կարիքն ունի Հայաստանը, զուսպ լռության խետ հայացքով։ Իսկ դրանք այդ մտավորականներն են, որոնք կամ սարսափելի քիչ են, կամ սարսափելի անջատ են իրարից, բայց այդ մտավորականություն կոչեցյալը չի ձևավորվում, որը զերծ կպահի ցանկացածին, այսինքն սա այն տան հոր կամ պապիկի հայացքն է, որի ներքո երեխեքը իրար չեն ուտում։ Իսկ գուցե սա նաև այն process-ների մի մասն է, որի արդյունքում ծնվելու են ամեն ինչ, ինչը դուք ասում եք։ Տեսեք, եկեղեցին իհարկե տասնյակ հարյուրավոր տարիներ չի վերափոխվել եւ իհարկե քանի որ մենք ծնվում ենք նաեւ եկեղեցու ստեղծած մշակույթի մեջ, ձևավորում ենք նաեւ եկեղեցու ստեղծած մշակույթի մեջ, ապա մենք ձեռք ենք բերում արժեքներ, որոնք հետագայում դառնում են մեր վարքագիծը կամ չգիտեմ օգնում են դառնալ մեր վարքագիծը, բնորոշել մեր վարքագիծը, որի արդյունքում մենք սարքում ենք այն կյանքը, որը սարքում ենք։ Ես մի օրինակ բերեմ, այս հայրը երբ որ ծխում է ու բալիկին ասում է տղաջան մի ծխի, այս տղաջանը ոչ միայն ծխում, այլ նաև աչքն հենց է փակում ծխելուց, ոնց որ հայրն է փակում։ Ինք կոփի կամ այդ տղաջանը երբեք չի ծխում, կամ երբեք չի խմում, եթե հերը խմել էր, դա էլ է պրոտեստի նշանը։ Այսինքն sense tendenz այդ նույնն է, կախված է այն հորը արարքից, կամ կոփի անում, կամ ըմբոստանում։ Հիմա Ես հիմա ես մի պրիմիտիվ բան ասեցի, հա, այդ որևէ վարքագծի, որը ուղղակի ակնառու է։ Մեր կյանքի բոլոր բնագավառներում մենք ինչ որ գործողություններ ենք անում կամ այդ գործողությունները չենք անում։ Օրինակ երբ այսօր որևէ մեկը իրենց տանից իջնում էր, տեսնում էր, որ փոս են փորում, ինչ-որ միտեղ որտեղ անընդհատ փորում են։ Ինքը կհիշի, որ մի 2-3 շաբաթ առաջ էլ մի ուրիշ մարդիկ էին փորում այդ նույն տեղում, այդ նույն փոսը։ Այսինքն մենք չունենք վարքագիծ, որ ժողովուրդ եկեք հանրության մեջ պայմանավորենք, որ եթե միտեղ պետք է փոս փորել, նույն օրը փորենք, բոլորս մեր գործերը անենք, էլի։ Համ ծախսերը կքչանան, համ այն անհանգստությունը, որ մենք պատճառում ենք այդ փոս փորելով մնացած մարդկանց, իապես էլի կքչանա։ Հիմա սրանք մեր վարքագիծն են, չէ՞, մեզ ով է ստիպել, որ գիտես, արի թող Աշոտը փորի, հետո կամ նույն տեղը Վազգենը փորի, հետո, չգիտեմ,
սետրակը փորի։ Դե այդ շատ պատկերավոր վերածել։ Բայց այս բան չի, այս մի կարծեք, որ ռացիոնալ որոշման արդյունքը։ Մենք տենց ծնվել ենք, տեսել ենք, որ փորում են, կամ այդ ինչ ենք տեսել, որ մի հոգի կամ երկու հոգի այս բահով հողը դուրս են տալիս, մի 6 հոգի ավելի լավ հագնված մարդիկ սենց խելոք հայացքներով նայում են։ Ինչ են նայում, ինչ են կորցրել, ինչի է դա, որ աշխատանքը մեր եկեղեցու տված մշակույթում պատիժը։ Սա արժեր փոխել։ Ադամական մեղքդ կքավես դարը կրտնքով 5 տակարանն է ասում։ Սա արժեր փոխել, իհարկե արժել։ Ոնց կարելի է անել մեկնությունները փոխել։ Ոնց կարելի անել եկեղեցին պիտի նստի ռեֆորմի, ոնց որ օրինակ Վատիկանը արեց 1962-ից 65 թվականներին։ Ինչ կստանանք մենք դրա արդյունքում, այս պահին ոչ մի բան, մի 25 տարի հետո տնտեսության բուռն աճ կլինի։ Արդյոք մեզ դա հետաքրքրում է իրականում, թե մենք ուղղակի ասում ենք երեխեքի կենաց խմենք, բայց թե իրականում երեխեքի ապագայի հետ խաղում ենք։ Մի խոսքով, սա էլ է, չէ, մշակույթ, արժեքներ, որոնք կան։ Հիմա այդ դրանցից մի մասը կախված է եկեղեցու մեջ արվող կամ չարվող ռեֆորմների, բայց այդ չի նշանակում, որ եթե Փաշինյանը գնաց եկեղեցու մեջ արեց ռեֆորմ, դրանից լավ բան դուրս կգա, որովհետև ինչ է անում Փաշինյանը։ Ինքը ասում է, եկեք ձեր կաթողիկոսին դավաճանեք։ Այսինքն մենք ունենալու ենք դավաճանների եկեղեցի իր մնացած ծաղիկներով։ Լավ, երեխաներից խոսեցիք։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը ասում է, որ դե սա նոր ծրագիր չէ, որ տարածաշրջանային լեզուներ ուսումնասիրվի հանրակրթությունում եւ այլն։ Եվ ասում է, որ արդեն 400 դպրոց տարածաշրջանային լեզու է ընտրել, որի մեծ մասը թուրքերեն։ Սա եւս էլի հանրային բուռն քննարկվող թեմաներից մեկն է, հա, մասնավորապես եթե նայում ենք քաղաքական շահարկումների կամ մոլորեցումների տրամաբանության մեջ, թրքացման մեկ է։ Այո։ Թրքացման տրամաբանության մեջ է կատարվում այս ամեն ինչը։ Դուք ինչ կարծիք ունեք սրա մասին։ Տեսեք, ասում եք երեխաների ապագայի համար ենք անում, թե պարզապես կենաց ենք խմում։ Հիմա այս ապագայի համար է։ Ողջունում եմ կրթության նախարարության այս քայլը, շուտ պիտի լիներ, պիտի չնային այդ բաներին, այսինքն իրանք հենց եկան իշխանության ժամանակ պիտի անեին, Սերժ Սարգսյանը պիտի ավելի հենց չընտրվեց այդ ժամանակվանից աներ, Ռոբերտ Քոչարյանը որ չընտրվեց պետքա ֆայմեր այդ աներ եւ այլն։ Շատ կարեւոր է բոլոր առումներով պաշտպանական, անվտանգության, տնտեսական, խաղաղության, պատերազմի, ոնց ուզում եք նայեք, հարևանի լեզուն իմանալը կարևոր է, այդ հարևանը այսօր հարևան է, վաղը բարեկամ է, մյուս օրը թշնամի է, էլի վաղը բարեկամ է, բայց ինքը անդադ հարևան է։ Դրա համար պետք է իր լեզուն իմանալ։ Ինչ է տալիս դա։ Եկեք երկու օրինակ բերեմ։ Մեկը 44 օրյա պատերազմից, որ բազմաթիվ ադրբեջանական զինվորներ հոյակապ իմանալով ոչ միայն հայերեն, այլ նաև բարբարները կարողանում էին մեր զինվորներին խաբել եւ ներթափանցել մեր զինվորների տիրույթ։ Այսինքն լեզուն զենք է։ Լեզուն կարողությունը շփվելու եւ այլն զենք է։ Հիմա ովքեր ասում են, որ դա պետք չի սովորել, նրանք ասում են պետք չի զինվել։ Պետք չի հմտանալ, պետք չի, չգիտեմ, կրակել, սովորել եւ այլն։ Հաջորդը թուրքական բանակում երբ այդ ռազմական ուսումնարանի կամ ռազմական ինստիտուտի կուրսանտը պիտի երթում ուտի, որ դառնա սպա, լիքը առարկաներ են սովորում։ Այդ առարկաները կարան իմանան 5-ի, 4-ի, 3-ի, այդ կարևոր չի։ Կարևոր է, որ լավ իմանան, բայց
այդ աշճանի կարևոր չի, բայց հարևանի լեզուն բացարձակ իմանալը նոր հնարավորություն է տալիս իրան դառնալ սպա։ Որևէ հարևան երկրի, հիմա Թուրքիայի համար հարևաններ են բուլղարացիք, սիրիացիները, չգիտեմ, իրաքցիները, իրանցիները, մենք եւ այլն, ռուսները, ուկրաինացիները, վրացիները եւ այլն։ Ու այդ սպայի երթումը ուտելուց առաջ պիտի նա այդ քննությունը հանձնի։ Երբ մայորի կոչումը ստանում, ինքը պետք է իմանա տարածաշրջանային ժողովրդի երկու լեզու, էլի տենց բացարձակ։ Այսինքն, այս մեր հարևանները, որոնց մենք, չգիտեմ, առավոտից իրիկու իրանցով ենք շնչում ու արտաշնչում, իրականում ես լիքը պրովոկացիաներ եմ արել։ Հենց թուրք բառը գրում է ստատուսի մեջ, լայքերը շատ են, նո կամ չգիտեմ, այդ տեսանելիությունը մեծանում է։ Իրանք սենց են անում, մենք դրանից կարանք դաս քաղենք, մենք էլ տենց անենք գոնե։ Կարանք երևի։ Բայց մենք նախընտրում ենք էմոցիաները։ Մենք նախընտրում ենք ապրիլի 23-ի երեկոյան գնալ Ծիծեռնակաբերդ եւ վառել Թուրքիայի դրոշը, հասկանալով կամ չհասկանալով, որ դրանով մեր պետությանը վատ վիճակի մեջ ենք դնում, իսկ ոչ մեկը դրանցից չէր համարձակվի այդ նույն քայլը անել Վրաստանում, Թուրքիայում, չգիտեմ, Ֆրանսիայում, ես որևէ այլ տեղ, բայց Հայաստանում այս ցավը խառնելով այդ իրանց արարքներին անում են տենց։ Օրինակ ես ինչ կառաջարկեի անել։ Այ օրինակ դրանից մի ամիս առաջ մտածեին, որ գիտեք, մի ամիս հետո գալու է ցեղասպանության զոհերի օրը։ Իսկ եթե նրանք մեզ որոշել են ոչնչացնել, մեր պատասխանը որը պիտի լինի։ Ապրելը։ Չէ՞։ Եթե ուզում ենք քեզ ոչնչացնենք, քո պատասխանը ինչ պիտի լինի։ Ապրել։ Չոչնչանալ, պաշտպանվել եւ այլն, շատանալ։ Այսինքն այդ մարտ ամսին է կամ չգիտեմ միջև այդ փետրվարն է եւ այլն, սենց հետ գանք էլի։ Այդ ամեն մարդ ով որ ուզում է որ ապրիլի 23-ին գնա դրոշ վառի, ես իրան կոչ եմ անում ինքը միջև այդ ապրիլի 23-ը իմանա, որ այդ տարի երեխա է ունենալու։ Ամեն մեկ ով որ ուզում է գնա դրոշ վառի, դրա փոխարեն բալիկ ունենա։ Այդ կլինի քայլ, այդ կլինի արարք, այդ կլինի պատասխան։ Բայց չէ, դրոշ վառելը երևի ավելի հեշտ է, քան երեխա պահելը։ Այս գործողություն թե խոսք, գործողություն թե տենց փուչիկ, գործողություն տանջանք, մենք աշխատանքին տենց ենք ցավոք ասում, տանջանք, չարչարենք, աշխատանքի փոխարեն գնալ տենց անել են ինչ որ անում են։ Իսկ ինչ են անում թուրքերը, խինդ Հայաստանի դրոշ վառում են, չէ, իրենք գործ են անում։ Նույնը ադրբեջանցիները Հայաստանի դրոշ են վառում, երբ որ թույլ էին վառում էին, երբ որ ուժեղացան էլ չեն անում։ Այսինքն այդ դրոշ վառելը թույլի նշան է։ Ես կուզեի, որ մեր հանրությունը ոչ միայն ցույց տար, որ ուժեղ է, այլ ցույց տար բալիկ ունենալով։ Ռեալ արդյունք։ Այս ձեր լեզուները սովորելու հետ կապված մի հատ էլ տնտեսական կտոր, որ օրինակ շատ իրանցիներ ինձ դիմում են, ասում են կարող ես ռուսների հետ մեզ կապել, բան, ասում եմ ես կարող եմ ձեզ ծանոթացնել, դուք իրար հետ աշխատեք, ասում են չէ ինչ կլինի, մենք չենք կարողանում իրանց հետ խոսենք, ասում եմ լեզուն գիտեք չէ, իրանք անգլերեն խոսում են, դուք խոսում եք, դուք լիքը ձեզնից ռուսերեն եք խոսում, նրանք էլ կարող է պարսկերեն են խոսում, ի՞նչն է խնդիրը, ասում եմ
իրանք բոլոր գործարքները անում են բանյայում, բաղնիքում։ Դե այդ կարծրատիպ է, հա, տես չի։ Բոլոր գործարքները, առնվազն ոչ բոլոր գործարքներն են անում բանյայում։ Բայց այդ մշակույթի լեզուն չիմանալու խնդիրը, այսինքն իրանց պատկերացումները այդպիսինն են։ Երբ դու կարողանում ես այդ տարբեր մշակույթների իրար հետ խոսեցնել, որովհետև դու խնդիր չունես իրանցու հետ շփվելու համամում եւ խնդիր չունես ռուսի հետ բանյայում։ Ու դու կարող ես այդ կոմունիկացիոն ֆունկցիան անել, որը իհարկե բերում է այդ ամեն ինչը Հայաստանի միջոցով, իսկ ինչքան շատ կոմունիկացիա, միտք, կոնֆերանս, որևէ շարժում, Starlink անցնի Հայաստանի վրայով, այնքան Հայաստանին օգուտ, ինչքան Հայաստանը շատ ներգրավված լինի աշխարհի process-ների մեջ, այնքան Հայաստանին լավ, այնքան հայաստանցիները ավելի լավ կապրեն ու կգա մի օր, որ չեն արտագաղթի, այլ կներգաղթեն։ Ասացիք մշակույթի խնդիր, մի հարց էլ դիտարկում ենք արդյոք դա մշակույթի խնդրի մեջ թե ոչ, խոսքը Սևակի արձանի մասին է, որ բուռն քննարկվում է մինչև հիմա, արձանի հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ով էլի մեծ հայտնի Բալկանին արձանների հեղինակ է, ոչ մի դժգոհություն չի եղել հանրային հայ այդ արձանի վերաբերյալ, այս անգամ մեկնաբանությունները շատ տարբեր են, մի մասը պնդում է, որ տգեղ է, մի մասը նշում է, որ Սևակին նման չէ, մի մասը կարծում է, որ սա ծաղր է Սևակի նկատմամբ, մի մասը կարծում է, որ այդ արձանը չի արտացոլում այս մարդուն եւ նրա մեծությունը, մի մասը կարծում է, որ արձանը ինչ-որ ֆիզիկական խնդիրներ ունի, հա, ու հազար ու մի բան եւ նաեւ նշեմ, որ Զանգակատուն համայնքի բնակիչների 85%-ն էլ դեմ քվեարկեց, այսինքն որպեսզի հեռացվի այդ արձանը, ինչը եւս էլի բերել է բուռն քննարկումների տեղիք, թե ինչ է նշանակում, ինչ-որ X համայնքի բնակիչ գնա եւ քվեարկի այս արձանի մասով, հա, որովհետև ով պիտի քվեարկի, այսինքն դուք պիտի որոշեք ու տանեք այս մարդուն, ասեք, որ չգիտեմ, մենք որոշել ենք, որ քո մոտ Ջավախարլալ Ներուի կամ չգիտեմ Բաղրամյանի արձանը լինի, իրեն պետք է հարցնեք։ Արվեստաբաններն են նաև ասում եւ բերում են օրինակներ, որ արվեստի մասին, մշակույթի մասին մեր պատկերացումը շատ կարծրատիպային է, շատ հետամնաց է, այսինքն եթե արվեստի մի գործ ներկայացնում է ինչ-որ անհատի, պարտադիր չի, որ այդ անհատը, ինչպես դուք եք նշում, copy-paste եղած լինի այդ արձանի մեջ այնպեսին ինչպեսին ինքը իրականում կա, հա, եւ խնդիրը այստեղ են տեսնում մեր պատկերացման մեջ են խնդիր տեսնում եւ ասում են ինչու եք այդ դեպքում դնում այդ հարցը այդպիսի քվեարկության, եթե մենք հարցը սենց լայն ենք նայում, ոչ թե նեղ։ Հիմա դուք ինչպես եք վերաբերվում դրան։ Էլի գալու եմ մտավորականությանը, եթե մենք ունենայինք մտավորականության կարևոր գործիքներից մեկը քննադատությունն է։ Մենք քննադատությունը դպրոցում մեզ սովորացնում են, ասում են ինչի ես ինձ քննադատում, երբ որ ինչի ես ինձ քննադատում, դա մոտավորապես այսպես պիտի լինի։ Ինչի ես ինձ ուզում լավ հայերեն ասեմ, լավություն անել, որովհետև քննադատելը ամենալավ երանելի բանն է, որ մարդը կարա ունենա, դա անվճար խորհրդատվությունն է։ Հիմա, քանի որ մեր իրական քննադատություն չունենք, մնում են անեծքները եւ օրհնանքները, կենացները։ Եվ այսօր Հայաստանի բոլոր ոլորտներում լինի գիտություն, կրթություն, մշակույթի որևէ ոլորտ, երաժշտագիտություն, թատերագիտություն, չգիտեմ, գրականություն եւ այլն։ Կամ կա անեծք, կամ կա օրհնանք կենաց։ Այդ ռեալ կառուցողական քննադատություն, վերլուծություն չկա։ Հիմա եթե դա լիներ, այս սաղ իզմերը տեղը կանգներ, բայց որպեսզի այս բաների նկարիչների իզմերը եւ այլն երաժիշտների գրականության իզմերը տեղը ընկնեն, ինչ է իզմը դա, ինչ որ ուղղության following-ն է, հա, հետևելն է։ Դրա համար պետք է քո կառավարություն ունենա իզմ, իսկ քո կառավարություն չունի։
իսկ իրանց կուսակցությունը, հա, ժողովուրդ դուք լիբերալ եք, սոցիալիստ եք, մեկ դաշնակ եք, չգիտեմ, ինչ եք, էլի մի հատ ասեք, էլի ինչ եք ժողովուրդ, որովհետև երբ որ դուք չեք ասում, այդ նույնն է ոնց որ դուք ձեր ժողովրդի հետ ջոկերով բլոտ խաղաք։ Էտիզմը կապ ունի մշակույթի հետ ունենալ չունենալ։ Էտիզմը կապ ունի ցույց տալիզմի հետ, այսինքն եթե մարդը տեսեք ինչքան շատ մարդիկ են ասում մենք քաղաքականության հետ գործ չունենք, որովհետև չգիտեն ինչ էլ խոսան պրոբլեմա լինելու։ Ինչու՞, որովհետև իշխանությունը դա այդպես։ Ունես չի որ այս իշխանությունը դա այդպես օրինակ Ռոբերտ Քոչարյանն էլ ինչ էր ասում, իմ կուսակցությունը ժողովուրդն է կամ բան, այսինքն էլիզմը ցույց չէր տալի, որովհետև պետքա հակառակ դեպքում ասեր դաշնակ եմ ու ոչ թե դաշնակցական, այլ դաշնակ, դրանք տարբեր բաներ են։ Հա ու ունենալ դրա հետևանքները։ Համենայն դեպս, իսկ սա խաբեություն է, երբ դու քո մաստը այդ կարտի լեզվով ասեմ, չես ասում, այսինքն դու խաբում ես։ Մի հարց էլի, այդ դեպքում եթե այդտեղից հիմա հեսա ընդդեից գնալու եմ արվեստ։ Հա, մի հարց տամ, եթե այդտեղից մոտեցակ այդ իզմերի բացակայության իշխանական, ինչպես եք վերաբերվում իրական Հայաստանի գեղագիտական հայեցակարգին այդ դեպքում։ Սարսափելի, վատ, այսինքն սա եւս մի քանի մարդկանց, միգուցե հարգված մարդկանց ճաշակի փաթաթելն է, բայց մենակ խնդիրը ճաշակը չի։ Խնդիրն է, որ ինչ որ չինովնիկ պիտի որոշի սա արվեստա թե արվեստ չի, սա ոսկե կանոնին համապատասխանա, թե չէ, բայց ինքը ոսկե կանոնը չգիտի ինչա, ուրեմն ինչին պիտի համապատասխան լինի, վայ իրա հորեղբայրը, իրա հորեղբոր կնոջը ասում էր սիրունա, հիմա այս Վարդուշ Ջոջային նման չի, ուրեմն սիրուն չի։ Այսինքն ո՞նց պիտի այդ որտեղ են իրան գեղագիտություն սովորացրել այդ չինովնիկին։ Բայց ամենասարսափելին է դա տալ որոշել, որ այսինչ մարդը պետք է որոշի, դա սիրուն է, թե սիրուն չի, դա հայեցի է, թե հայեցի չի, դա բանա մելոդիկ է, թե մելոդիկ չի, եւ այլն, որևէ ածական, բնորոշող ածական։ Իսկ ինչ կարելի է անել։ Ոչ իման։ Ու այս իշխանության ամենամեծ խնդիրը ոչ թե ինչ անելն է, այլ ինչ չանելը, առհասարակ Սերժենց էլ, Ռոբենս էլ, ոչ թե ինչ անելը, այլ ինչ չանելը։ Տղեկ, լիքը բաներ կա, այդ ձեր գիտեք այդ ինչից են գալիս, որովհետև ձեր պետական ապարատները լիքը լցված են բիզդելնիկներով, որ այդ բիզդելնիկները պետք է իրանց նաչալնիկին ցույց տան, որ իրանք ինչ-որ բանով զբաղված են։ Ինչ-որ բանով զբաղված լինել, դա նշանակում է մի քիչ կարդան ու ընկնեն գործարարի, քաղաքացու, այսինչ արցանի կամ ինչ արցանի ջանը։ Օրինակ, հիմա հարցը տալիս եք, ասում եք, ոնց պիտի այդ հարցը լուծվի, ով այն մարդը, ով որոշել է Թոքմաջանին պատվիրի այդ արցանը։ Ես որ փոքր էի, մեր հարևանը ասում էր, իր երեխուն ասում էր, մատերդ մանր կկտրտեմ։ Ուր է չինովնիկ։ Ով է որոշել Թոքմաջանին պատվիրի։ Ով է որոշել, որ այդ ինչ էր Զանգակատուն գյուղում պետքա արցան դնել։ Հա, ատեղից գան։ Ատեղից։ Ինչի է պետք Զանգակատան գյուղում դրա արցանը։ Ուզում եք սևակի արցան, սևակ սովորեք։ Ժողովուրդ, դա արցանով չի, այդ արցանը կոմպենսացիա է։ Եթե դուք սևակի արցանը դրեցիք Զանգակատանը, դուք բացի սևակի ծննդյան օրվանից 1 սեպտեմբերի 1-ից չեք հիշելու սևակնովը։ Գնացեք սևակի գրքերը առեք, Փարկասու ես չեմ հրատարակել, որ ասեն բանը շահ ունի դրանից։ Ժողովուրդ ու պետք չի հիշել մարդուն արցանով, դա ամենավատ ձևն է հիշողության։ Մարդուն պետք է հիշել առհասարակ իր կյանքի ապրելու օրոք, ու ոչ թե գնա մեռի արի սիրեմ։
կողբ հիմնադրամի հետ կողբ գյուղի արվեստի դպրոցը նախաձեռնել էինք, որ կոչվի Մանսուրյանի անունով ու տարբեր տեղեր որ խոսում ենք, ասում են, բայց ինքը ողջ ժողովուրդ մարդուն պետք է գնահատել կյանքի օրոք, թե չէ այդ գնա մեռի արի սիրեմը, իսկ այդ նաև ինչի է բերում, որ այդ այն մարդիկ, ովքեր որ չեն հասցրել իրանց պապա-մամաներին իրականում սիրել, սարքում են մեծ գերեզմաններ, պանթեոններ, չգիտեմ ինչեր, այսինքն չափն է որոշում էլի այդ իրանց սերը, իսկ դա կոմպենսացիա է, դա կոմպենսացիա, այսինքն եթե դուք դնում եք այնտեղ Սևակի արձանը, մոռացեք Սևակից։ Դա ամենամեծ հայհոյանքն է Սևակին։ Մի դրեք արձանը, Սևակը ապրեցրեք ձեր մեջ, Սևակ կարդալով, Սևակը ապրեցրեք ձեր մեջ, Սևակ արտասանելով։ Տղա ջան, այս աղջկան խոսացրու Սևակի խոսքերով, աղջիկ ջան, այս տղային խոսացրու Սևակի խոսքերով, ձեր նշան դրեքին, ձեր չգիտեմ հարսանիքին, ձեր սիրո խաղերի ժամանակ, Սևակ օգտագործեք։ Սևակը գիտեք ինչքան ավելի երջանիկ կլինի, եթե կա բան Անդր Շիրիմյան կյանք, որ այդ տեսնի, առնվազն այս հանրությունը հո կտեսնի, որ պետք է նայենք մեր հարևան ժողովրդին, դրա համար պետք է իրան ճանաչենք։ Այնտեղ ես Իրանի մասին եմ խոսում։ Այնտեղ տարիքով մեծ մարդիկ են, ինչու լավ հայերեն ասեմ, բիսեդ նստած խոսում։ Ես սիրելով Իրանը սկսեցի պարսկերեն սովորել, որ հասկանամ։ Ու կոնկրետ մարդկանց սիրելով իմ ընկերներին, իրանց ծնողներին եւ այլն։ Ու գնում ենք, ասում եմ, չասեք, որ ես օտար եմ, որ հանգիստ իրանց։ Ինչ որ հարց են տալիս։ Այս մարդկանց դեմքից, շորերից եւ այլն ներողում է, որ իրանք դժվար ապրող, հաստատ կրթություն չեն ստացել, դպրոց չեն գնացել, չգիտեմ, բուխ չեն գնացել եւ այլն։ Բայց իրանք խոսում են Նիզամի, Ֆիրդուսի լեզվով։ Այսինքն մաման այն օրորոցայինը երկելու հետ զուգահեռ Ֆիրդուսի է կարդացել։ Այսպես են արձան դնում, որ ամեն մարդու մեջ լինի։ Իսկ մենք արձանը դնում ենք, օրինակ Հայաստանում կա, ես լիք անգամներ ասել եմ, Հայաստանում այն քիչ երկրներից մեկն է աշխարհում, որը ունի ընթերցողի արձան։ Դրա համար չունի ընթերցող, կամ քիչ ունի ընթերցող։ Ունի գրքի արձան, գրի արձան, դրա համար գիրք ու գիր խնդրահարույց է, չեն առնում։ Գիրքը սրբացրած է, դրա համար չեն առնում, որ ոնց կարելի է սրբին առնել, այդ սրբապղծությունը։ Էլ ինչ ունենք, տարի արձան, ու դրանք կոմպենսացիաներ են։ Առհասարակ երբ որ մարդիկ գնում են ցանկանում են հայհոյանք լսել ինչ որ ալիքով, այդ մարդիկ, այդ մարդկանց գլխում նեյրո բիոքիմիական նույն process-ներն են կատարվում, ինչ իր ամուսնու հետ տեղաշորում։ Այսինքն կոմպենսացիա է գնում։ Ու մենք այս հանրովի ասեմ, ինչ ասեմ, ազգովի ասեմ, եկել ենք ընկել իրական կյանքից դուրս ենք եկել ու եկել ենք ընկել այդ շինցու բիոքիմիական process-ների հետևից, այդտեղից ենք հաճույքներ ստանում, արձան ենք դնում հաճույք ստանում, այսինքն հարցին պատասխանում եմ, ինչ անեն, որ տգեղ արձան չլինի, առհասարակ արձան չդնել։ Ինչ արած Երևանում, սարսափելի մեծ քանակով արձաններ ա դրած։ Արձանն ինչ է, ոնց են աշխարհում արձան դնում, որևէ իզմի մեջ են դնում, հա։ Այդ պահին ինչ իզմ կա, այս նկարիչը կամ քանդակագործը կարող է առաջ այդ իզմից, կարող է հետ անգել այդ իզմից եւ այլն, բայց որևէ օրինակ Բալզակի արձանը
երբ Փարիզում դնում էին, այնտեղ ըմբոստություն կար, որովհետև Փարիզը դեռ չէր եկել հասել այն մակարդակի, որ ինչքան նշում եմ Ռենուարներ, չէ, Օգյուստ Ռենուարի այդ միտքը բանը հասկանա։ Ու այսօր ամբողջ աշխարհը ու այդ Փարիզի կենտրոնից այդ արձանը բերեցին միտեղ բրախեցին։ Այսօր ամբողջ աշխարհը տանում լիքը փող է տալիս, որ այդ մերժված արձանը տեսնի, բանը այն ինչ որ դրեցին փոխեցին։ Նույն բանը տեղի է ունեցել Հայաստանում Բաբաջանյանի արձանի հետ կապված։ Ես տենց տեսել եմ երևի տենց սիրուն արձան, բայց լավ, այս եկեք էլի մեր լեզվով ասեմ, ես տենց սիրուն արձան չեմ տեսել, այս տարբերակը չէ, այն հին, այդ երկար մատերը, այդ Բաբաջանյանն էր երաժշտության մեջ, իր ձեռքերից, այդ երաժշտությունը գնում էր ականջները մեր, չգիտեմ, մի հրաշք բան էր, վերցրեցին, մատերը կտրեցին, քիթը կտրեցին, կարճացրեցին, չգիտեմ էլ ինչեր արեցին, որ արվեստ չհասկացող, արվեստից էմոցիա չստացող, ուղղակի արվեստը այդ ֆոտոյին նման պիտի լինի այդ տարբերակով, իսկ այդ ինչ է նշանակում, որ կամ ինչի արդյունքն է, որ մենք մեր նկարչական դպրոցները վերացրեցինք, որ մենք բերեցինք, սարքեցինք նկարչության դասագիրք, ու ոչ թե նկարել սովորել, մենք եկանք սարքեցինք երաժշտության կամ ֆիզկուլտի դասագիրք, ու ոչ թե մարզվել կամ երաժշտություն լսել, այս ամեն ինչը տեղից է գալիս, այսինքն մենք էլի փոխարինում ենք, այ պետք չի այս մարդու արվեստի էությունը, որը պոեզիան է, բերել, ծեփել այդ բանի մեջ, գիտեք ուզում էիք արձան անել, անեիք Սևակի ասացի արձանը, ոչ թե Սևակի արձանը, Սևակի ասացի արձանը, Սևակ երևույթի արձանը, Սևակ պոեզիայի արձանը, պոեզիայի արձան դնեիք, ես մեկ, բայց կա տգեղ ու չտգեղ, այդ նես չի, որ հասկացողի չհասկացողի վրա է, ժողովուրդ գնացեք մեր Ռիփսիմե տաճարը տեսեք, գեղեցիկի էտալոնը դա է, գնացեք տեսեք, եթե տեսնում եք, որ մի բանը Ռիփսիմեին նման չի, ուրեմն տգեղ է։ Շնորհակալություն։ Ու ոչ միայն տաճար Ռիփսիմեին, առհասարակ Ռիփսիմեին։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արմեն Մարտիրոսյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։